ու կյանքը իրանով տագնապ է առաջացնում մեկ-մեկ, հենց կյանքն հենց ոնց կա, էլի։ Այսինքն ոչ թե ինչ-որ վախ ա, որ կարող է ինչ-որ վատ բան լինի, այլ հենց կյանքում տեղի ունեցող ինչ-որ անխուսափելի բաների պատճառով այդ տագնապը առաջանում։ Որ դու պրոստը գիտես, որ լինելու է ինչ-որ բաներ։ То есть ոչ թե այդ օրինակ առօրյա ինչ-որ վախ կարա լինի, ոնց որ խոսքի բա որ փողոց անցնեմ ու ընկնեմ մեքենայի տակ, այլ են որ դու ինչ-որ հարազատ մարդկանց ես կորցնելու, որ դու ծերանալու ես, որ քո հարազատները ծերանալու են։ Ու վերջի վերջո իհարկե նաև երևի քո մահանալուց էլ առաջանում այդ զգացողությունը, այդ մտքից, բայց այն ինչ որ հիմա ասում եմ, այդ իմ մահը դրա մեջ դաժե տեղ չունի, то есть это չի հասնում։ Պրոստը ընդհանուր այդ գիտակցությունից, որ քեզ դեռ սպասվում են ինչ որ ծանր բաներ, ու դա լինելու է։ Ու всё, ոնց որ դրանից դաժե նես չի ինչ որ տենց սուպեր ինչ որ տխրություն առաջանում, բայց ոնց որ այդ ամեն ինչը ընդունելու ու միևնույն ժամանակ այդ ամեն ինչից խուսափելու միքսն է, էլի։ Խուսափել ոչ թե որ այդ ինչ որ ձևանես որ չլինի, այլ որ դու չես ուզում որ այդ լինի։ Բայց համել ընդունում ես կյանքը, որ այդ մի մասն է ու այդ լինելու է։ Ոնց որ այդ ամեն ինչի մեջ նաև կա սերը կյանքի հանդեպ, ոնց որ եթե դու կյանքը սիրում ես, նաև այդ մասն էլ ես ընդունում ու այդ ոչ թե այդ մասն էլ ես սիրում, այլ սիրում ես ընդհանուր, բայց այդ ընդհանուրի մի մասն էլ է դա։ Չես կարա այդ անջատես կյանքից ու ասես ես սիրում եմ կյանքը, բայց առանց այս բաների, ոնց որ այդ արդեն չեղա որ դու լրիվ ընդունում ես էլի կյանքը։ Ոնց որ սիրես ինչ որ մարդու ու ընդունես իր բացասական կողմերը, որոնք քեզ դուր չեն գալիս, բայց դու գիտակցում ես, որ այդ իր մի մասն է ու առանց այդ բացասական կողմերի ինքը չէր լինի։ Նույն ձևել ստեղ գիտակցում ես, որ կյանքը ոնց որ առանց այդ ամեն ինչի դա կյանք չի, դա ինչ որ մի մասն է։ Ու ոնց որ այդ ծանրությունն էլ է կյանքի մի մաս էլ, ոնց որ կյանքը քեզ ցույց տա այդ ամեն ինչը, իր հավես կողմերը, իր տհաճ կողմերը, դաժան կողմերը, ուրախ կողմերը, ցախ ցույց տա ու ասի ես եմ в общем արդեն դու տես ոնց ես վերաբերվում։ Իմ համար իրականում մի քիչ տարօրինակ էլ է կյանքը չսիրելու գաղափարը, որովհետև կյանքը այդ միակ բանն է, որ դու ունես, ու երևի իրականում կյանքը սիրելու գաղափարն էլ է նույնքան տարօրինակ։ Ոնց որ եթե այդ է միակ բանը, որ կա, դու իրան միևնույն ժամանակ համ մաքսիմալ սիրում ես, համ մաքսիմալ չես սիրում, որովհետև դու չունես ինչ որ համեմատելու բան, էլի։ Կամ էլ գուցե հակառակը ճիշտ կլինի ասել, որ կյանքը ոչ սիրում ես, ոչ ատում ես, որովհետև պրոստը ապրում ես, պրոստը այդ կա։ Ոնց որ երևի ուզես չուզես ընդունում ես, էլի։ Նու երևի կաս քո մեջ չընդունես ինչ որ չափով, բայց դե ինչ է այդ փոխում, էլի։ Ոնց որ ինչ որ բան ընդունելը, ինչ որ գաղափար ընդունել, երևի իմաստ ունի այն դեպքում, եթե դու ունես ընտրություն։ То есть եթե չընդունես, այդ ինչ որ մի բանի վրա ազդում է։ Խոսքի դու կարաս ինչ որ երևույթ չընդունես ու չլինես դրա մասնակիցը։ Կամ հակառակը ընդունես ու ուզես դրա մի մասը լինես, բայց կյանքը նենց է, որ դու ընդունես թե չընդունես, դա դու ուտեղ ես։
Չնայած երևի կարելի է ինքնասպանությունը համարել կյանքը չընդունել, ոնց որ դու չես ընդունում ու հրաժարվում ես դրանից։ Բայց դե չգիտեմ, իսկ մի քիչ դատարկ մտքեր են սրանք։ Ну, այս մտքերը նույնքան դատարկ են, ոնց որ այդ ընդունել չընդունելը, էլի, то есть խոսում եմ ինչ-որ բանից, որը պրոստը կա ու խոսամ, չխոսամ, ինչ-որ ոչ մի բանի չեմ գալու, էլի, ստեղ։ Ես մտածում եմ, որ այս պարագայում երևի ամենաշատը իմաստ ունի պրոստը, ոնց որ քանի որ կյանքը կա ուղղակի, իմաստ ունի պրոստը ֆիքսվել իր դրական կողմերի վրա, ինչ-որ դրական բաներ ստանալ, թեկուզ մտքեր, ոնց որ ես կուզեմ ֆիքսվել դրականի վրա, բայց 2 րոպե առաջ հենց խոսում էի նրանից, որ ակամայից տագնապ առաջացնում կյանքը ինքը իրանով։ Ոնց որ դա դժվար ֆիքսվել, բրան ֆիքսվել, ոնց որ կարաս նկատես ու գնահատես դրական բաները, բայց այդ իր վախենալու կողմերը այնքան անխուսափելի են, որ դաժե եթե դու գիտակցված չֆիքսվես, մեկը ինչ որ պահի տենց այդ մտքերը հետդ ֆռում են, էլի։ Ու շատ ինչ որ հասարակ բաներից կարան այդ մտքերը գան։ Բայց դա էլ չի դզում իրականում, որ մեկ լավ պահերից են այդ վատ մտքերը գալիս, ու դա ես չեմ բանում, էլի, չեմ դիտմամբ չեմ անում, չի կառավարվում, ակամայից է լինում, էլի։ Դες ինչ որ լավ պահի կարաս պրոստը քեզ հարազատ ինչ որ սիրած մարդու նայես ու հենց այդ պահի լավը լինելու պատճառով գան այդ մյուս մտքերը, որ նո էս ուղակի պահա, չգիտեմ, ես չի իմ մոտ այդ տենց բրամ ինչ որ իմ անբաժան մասա ու անդադար լինում ու ինձ շատ է այդ ծանրաբեռնում, այլ ճիշտ չէ, իմ անբաժան մասը այդ իրականում պրոստը շատ չի ծանրաբեռնում, բայց այդ մտքերը հաճախ են լինում ու ես օրինակ այդ ընդունել եմ, ես չգիտեմ ինչքան, то есть կարող պարզվի, որ դա вообще նորմալ չի, ասենք հոգեբանության տեսանկյունից, բայց ես դա լրիվ ընդունել եմ, որ այդ մտքերը կան, որտեվ կյանքն է տենց, ոչ թե որտեվ ես եմ ինչ որ ֆիքսվել կամ ես եմ ինչ որ ծանր վիճակում բան, որտեվ ես ինձ ընդհանուր նորմալ եմ զգում։ Ուղղակի ընդունել եմ, որ քանի որ կյանքը սենց է, քանի որ կան այդ ամեն ինչը, դրա համար նաև այդ մտքերը բարբերաբար գալիս են ու ընդունում եմ դա որպես ինչ որ ամբողջականացնող պատկեր կյանքի։ Ոնց որ նույնիսկ օրինակ քո տրամադրությունն ես, չէ՞, ընդունում, որ դու կարաս լինես տխուր, ոսկի չես մտածում, որ օ ես ուրախ եմ, իսկ հիմա տխուր եմ, ուրեմն մի բան են, չի մտածում ես դե ես հենց եմ ունեմ տարբեր տրամադրություններ, ունեմ լավ, ունեմ վատ, ու այդ սաղ պետք է ընդունեմ։ Նույն ձև է ստեղ էլի։ Ու համել ես մտածում, որ ավելի լավ է ես այդ բացասական ամեն ինչից չխուսափեմ, այդ մտքերից ու չխուսափելով ծանրաբեռնվեմ ինչ որ պահերի, բայց հետո կարողանամ ընդունեմ իրանց որպես ուղղակի նորմա, ոչ թե մտքերը, այլ երևույթները, որոնք որ այդ մտքերին են բերում, կյանքի ինչ որ ավելի դաժան թվացող կողմերը, քան խուսափեմ ու մի օր բախվեմ այդ ամեն ինչին, որտեվ պալուբում ու այն ինչ որ ասում, որ անխուսափելի է, մեկա բախվելու ես դրանց։ Ու եթե դու մտքերից խուսափես, մեկա երևույթներին հանդիպելու ես ու ինձ թվում է շատ ավելի ծանր ու շատ ավելի ծանրաբեռնող կլինի, եթե այս խոսքի ձևացնեմ, որ այդ ամեն ինչը չկա ու չի լինելու կամ իմ հետ կապ չունի, բայց ես ու գիտակցում, որ լավ է կապ ունի։ Դրա համար ես չեմ կարող նման մտքերին տամ դեպրեսիվ մտքերի գնահատական, ինչը որ շատերը անում են։ Բայց ես կարծում որ մտածել այն ամենի մասին, ինչը որ պալուբում կա, այդ օքեյ է, այդ դեպրեսիվ չի։
Դեպրեսիվ կարելի է համարել, եթե մենակ այդ ամեն ինչի մասին մտածես, այսինքն ավելի ինչ որ ծանրաբեռնող ու բացասական բաների մասին մտածես, իսկ դրականի մասին չմտածես երբեք։ Բայց ինձ թվում է այն էլ եմ տեսնում, այն էլ ու նույն ձև դրական բաներին դրական գնահատական եմ տալիս։ Ու էլի նորմա ընդունելով էլի։ Մյուս կողմից այս ամեն ինչն է, եթե նորմա է, իրան հետ չպետք է բացասական գնահատական տաս, պրոստը ավելի շատ ոչ թե բացասականի գնահատականն ես տալիս, այլ գիտակցում ես, որ իրանք քո մոտ բացասական էմոցիաներ են առաջացնելու։ Պրոստը դաժե այդ ինչ որ տխրեցնող ու տագնապ առաջացնող մտքերը, որոնք գալիս են ակամայից, ինձ թվում է մեկը իրանք կան, էլի բան չես կարող անես հետը։ Ինձ թվում է պետք է միակ բանը որ կարաս, հետի փորձես իրանցից դրականը քաղել, ինչը կարող լինի նրա տեսքով, որ դու այդ տխուր մտքերը օգտագործես որպես մոտիվացիա ու ինչ որ շարժիչ ուժ նրա համար, որ լավ բաները գնահատես ու ֆիքսվես ու չանտեսես, ոչ թե ուղղակի որպես միտք, այլ նաև որպես գործողություն, то есть եթե դու նեղվում ես նրանից, որ մի օր դու քո հարազատին կորցնելու ես, ոչ թե պրոստը նստես ու տխրես, որ կյանքը դաժան է քո հետ վարվում, այլ փորձես այդ քո սիրելի մարդու հետ ու ավելի շատ ժամանակ անցկացնես, ավելի լավ հարաբերություններ պահես ինչ որ դրական։ Այդ ինձ թվում է իրոք շատ ուժեղ բան է աշխատող, որտեղ դու կարաս քո ամենասիրած մարդու վրա մունատ գաս ու ինչ որ վատ բաներ ասես իրան, բայց եթե այդ դու անում ես այն վաղ, երբ որ вообще չես ֆիքսվում вообще այդ մարդու արժեքի վրա եւ այլն, այլ պրոստը այդ պահին քո էմոցիաներն են տենց։ Բայց եթե դու այդ պահին մտածես, որ այս մարդը մի օր իմ կողքը էլ չի լինելու, ինձ թվում է դաժե մունատ չես կարողանա գաս այդ պահին, որ այն պրոստը ցախ կանցնի, որտեվ կան շատ ավելի կարևոր ինչ որ արժեքներ, քան այս պահի ինչ որ էմոցիան, այս պահի զայրույթը կամ նման մի բան։ Ոնց որ եւ քո կյանքը միակ բանն է, որ դու ունես, մեծ հաշվով էլի։ Նույն ձև իր կյանքը միակ բանն է, ինչի շնորհիվ, որ դու ունես իր հետ այդ հարաբերությունները, այդ շփումը եւ այլն։ Ու եթե չլինի իր կյանքը, չի լինի այդ ամեն ինչը։ Ոնց որ դու ունես քո կյանքը, մի հատ գլոբալ, ու քո կյանքի մեջ ունես լիքը ուրիշ մարդկանց կյանքեր, որոնց բացակայությունը քեզ պրոստը զրկելու է այդ մարդուց, թե լավ բաներից, թե վատ բաներից, ամեն ինչից, то есть ոնց որ քո կյանքը համ լավն է, համ վատն է, նույն ձև այդ մարդը համ լավն է, համ վատն է, բայց եթե չլինի իր կյանքը, всё, դու ոչ լավն ես տեսնելու, ոչ վատը իրանից։ Ու դրա համար դաժե եթե այս պահին ինչ որ վատ բան ես տեսնում, մեծ հաշվով պետք է գիտակցես, որ այդ վատից հրաժարվելը նշանակում է հրաժարվել նաև լավից, ինչը ոչ մեկս չենք ուզում։ Ու դրա համար արդեն ստացվում որ կա ընտրություն փորձել ավելի շատ լավը վերցնել։ Ու այդ ինձ թվում է հոյակապ է արդեն։ Պրոստը առօրյա ինչ որ ապուշ հարցերը, կենցաղային բան, շատ հեշտ մոռացության են մատնում այդ շատ ավելի կարևոր արժեքները, որտեղ առօրյայում շատ են էլի տենց մանր-մունր ինչ որ բաներ, որ պրոստը իրենք քանակի հաշվին մենակ ուղեղդ միաժամանակ 100 կողմ են շեղում, ու դու արդեն մոռանում ես թե ինչքան կարևոր արժեքներ կան, ավելի շատ ընկնում ես այդ օրդ կարգավորելու հետևից, որը տենց սովորաբար շատ հարցեր չի լուծում էլի ու դաժե եթե տենց չանես ոնց որ անում ես, մեկը կյանքը պլյուս-մինուս նույն ձև կշարունակվի։ Ու ոնց որ այդ առօրյա հարցերը արժանի չլինեն էլի, որ իրենց պատճառով ուշադրություն շեղվի կարևոր բաներից, ինչ որ մարդկանցից, ու մարդկանց քո վրա թողած ազդեցությունից էլի կարևոր։ Ու իրականում այդ
մարդկանցից մեկն էլ դու ես էլի, որ նայում ես, լրիվ նույն ձև չպետք է քեզ մոռացության մատնես ու քո արժեքը չգիտակցես։ Ինձ կարևոր է ինքդ քեզ սիրես այն առումով, որ մյուս մարդկանց պես քեզ էլ կարողանաս ընդունել, նենց ոնց կաս, քեզ սիրել չեմ ասում էլի, որ տենց ասես, всё, ես վերջն եմ ու всё, այլ որ ջոգես, որ դու ես մարդ, դու քո դրական կողմեր ունես ինչ որ կողմեր, որոնք հենց քո վրա է ազդում են, դու դրանց վրա աշխատում ես, մեկ-մեկ հաջողությամբ, մեկ-մեկ անհաջող, բայց դու գիտես, որ դու ինչ որ բաներ անում ես, դրա համար քեզ լավ ես վերաբերվում, սիրում ես։ Ու էդ էլ է կարևոր բան, որ նույն այդ կենցաղային հարցերը քեզ չստիպեն անտեսել այդ ամեն ինչը։ Ու այդ սա կենցաղային հարցերի կարևորությունը ես որ արժեզրկում եմ, ես ոչ թե ինչ որ սև ու սպիտակով եմ նայում, որ մարդիկ կարևոր են, կենցաղային հարցերը կարևոր չեն, ու նույնիսկ ինչ որ հարցեր կան առօրյայի, որոնք նույնպես կարևոր են, ու ինչ որ մարդիկ կան, որ вообще կարևոր չեն։ Ես այն տեսանկյունից եմ նայում, թե ոնց եմ մտածում էլ ինչն է կարևոր, ինչը չէ, թե ինչ որ ժամանակի կտրվածքով ինչքանով է այդ կոմոդ հիշվելու, ինչքանով ես դու շարունակելու դրան արժեք տալ։ Եթե ինչ որ առօրյա անհաջողություն ունենաս, պրոստը կարող է ջղայնանաս, դրա մոտ ընկնի, բան ես կոմ, բայց տենց մի օրից, 2 օրից, 10 օրից արդեն всё էլի մոռանալու ես դրա մասին ու շատ քիչ բան ուներ էլի պիտանելիության ժամկետ ուներ այդ երևույթը, բայց նույն ձև կարևոր մարդիկ կարող է դաժե քո կյանքից կորեն, բայց դու դեռ տարիներ, միգուցե տասնյակ տարիներ, միգուցե մինչև կյանքիդ վերջ հիշես, կարոտես, ու դաժե եթե չզղջաս, որ այդ մարդիկ էլ չկան քո կյանքում, բայց մեկը կարոտես այն պահերը, որոնք որ դուք միասին ունեցել եք, դա նշանակում որ դա մեծ արժեք ունի, հետեւաբար նաև մեծ կարևորություն ունի։ Իսկ կենցաղային հարցերում ես չգիտեմ ինչը կարա տենց մեծ հետք թողի։ Դու կարաս դաժե ինչ որ աշխատանքից զրկվես ու այդ քեզ տխրեցնի, որտեղ ինչ որ բաներ քո ստանդարտ ինչ որ սովորած արդեն ապրելակերպից դուրս մնա ու նոր ինչ որ ելքեր փորձես գտնել, հասկանաս որ այն վաղտ ավելի շատ հնարավորություններ ու նման բաներ, բայց դաժե այդ որ լիքը խնդիրներ է առաջացնում, մի քիչ տևական ժամանակով որ նայում ես էլի ոչ մի բան է։ Եթե այդ չի բերում ինչ որ լուրջ հետևանքների, որ խոսքի ընտանիքը ծոված մնա օրինակ, բայց դաժե այդ բaragայում այդտեղ կարևորությունը ոչ թե այդ աշխատանքի մեջ էր, այլ քո ընտանիքի մեջ։ Ոնց որ ես իրոք չեմ պատկերացնում ինչ տենց կենցաղային հարցեր կա, որոնք բෑամ կարևոր են։ Ես չեմ ասում որ չկան, միգուցե կա, դες միգուցե ինչ որ մեկը ինձ ինչ որ օրինակ բերի ու ես ջոգեմ որ պրոստը այդ ուղղությամբ չեմ մտածել, բայց այն ինչ որ իմ մտքով անցնում, դաժե տենց այդ աշխատանքի օրինակը, որ ինձ բավականին լուրջ է թվում, դաժե այդ մեկը տենց ու прям եսի ինչ չի, դաժե մոտ չի համեմատվելու ինչ որ հարազատ մարդու հետ շփման ինչ որ խնդիրներին։ Ու այդ հարազատ մարդիկ է որ կան կյանքում, ինձ թվում է հենց այդ էլ բացի նրանից որ այդ մարդկանց գնահատես, ինչը կարևոր է, բայց ինձ թվում է նաև շատ կարևոր է գնահատել առասարակ այն երևույթը, որ քո կյանքում կան տենց մարդիկ։ Ոչ թե իրանք առանձին, անհատապես, այդ իր հերթին, ոնց որ պարզ է, բայց նաև հենց որպես կյանքի ինչ որ դրական կող ֆիքսվես նրա վրա, որ ինչ հավես է, որ իմ կյանքում կան մարդիկ, ովքեր իմ համար կարևոր են, ում համար որ ես եմ կարևոր, որտեվ իրանք կարային չլինեին։ Իսկ կարար կյանքը նենց դասավորվեր, որ այդ մարդիկ ուղղակի չլինեին ու դու չիմանար իրենց գոյության մասին։ Չգիտեմ այդ բախտա,
թե ճակատագիր է, թե պատճառը հետևանքային կապ է, թե вообще ուրիշ բան է, բայց այդ вообще даже կարևորել չի։ Պրոստը փաստ է։ Այդ մարդիկ կան ու դրանից քեզ լավ է։ Ոնց որ ինչ-որ բայի կարաս ուրախանաս, որ դու ունես օրինակ ոտքեր կամ ձեռքեր, որի շնորհիվ որ իրանք կարային չլնեին ու քո կյանքը լրիվ ուրիշ կլներ, բայց իրանք կան ու դու ինչքան լավ է քեզ դրանից։ Քացիա դու չես գիտակցում, որտեղ ընդունում ես, որ էլի որպես փաստ, որ պրոստը տենց է։ Ինձ այդ մարդիկ դու սովոր ես, որ այդ մարդիկ կան, բայց մի պահ եթե գիտակցես, որ կարար եւ տենց չլներ, вообще քեզ հաջողակ մարդ ես զգում այս կյանքում։ Որտեղ ինչ որ տխուր բաներ գտնել այդ вообще ինչ որ վարքյանների հարց է, թե ինչ մեղք եմ ես, որ չգիտեմ ինչ որ մի բան կարար ավելի լավ լիներ, բայց ավելի լավ չի։ Դե շատ հեշտ է։ Ոնց որ չգիտես խի ինչ որ բաների բացակայություն նկատելը ավելի հեշտ է, քան այլ բաների առկայությունը։ Ինչը տարօրինակ է իրականում, տենց պարադոքս է, էլի, որտեվ վրոդի կա ինչ որ բան, պետք է որ տեսնես, որ դա կա, բայց չէ, որ կա, դա պրոստը սովորում ես, որ կա։ Ու մյուս կողմից այն ինչը որ չկա, որտից ես դու տեսնում, որ դա չկա, բայց անընդհատ տեսնում ես։ Ոնց որ դաժե չեմ ճոգում, մարդիկ հակված են տառապելու, հա։ Ոնց որ ինչ որ հեշտ ճանապարհ է, թե ինչ չեմ ճոգում։ Բայց այդ մոմենտը կա, որ անընդհատ տեսնում ես այն, ինչը որ լավ կլներ, որ լիներ։ Բայց եթե դու չիմանայիր, որ դա կարար լիներ, вообще այդ երևույթը ոչ էլ կնեղվեիր դրանից, то есть ինքը մեկը չկա, ոնց որ արդյունքը նույնն էր լինելու, դա չէր լինելու, պրոստը դու չգիտեիր, իսկ հիմա գիտես, բայց էլի չկա։ Ոնց որ անընդհատ ֆիքսվում ես նրա վրա, որ ինչ որ բաներ իմ կյանքում նենց չի, ոնց որ ես կուզեի, իմ կյանքը նենց չի, ոնց որ ես պատկերացնում էի։ Բայց չես ֆիքսվում նրա վրա, որ իմ կյանքում լիքը բաներ նենց են, ոնց որ ես կուզեի ու ոնց որ ես պատկերացնում էի։ Չնայած որ դա կա, այդ ինձ թվում է շատ մեծ մասը մեր կյանքում զբաղացնում այն ինչը որ կակրած լավ է։ Պրոստը մենք այդ չենք նկատում, ուղղակի դրա շնորհիվ մենք ժամանակի մեծ մասը ունենում ենք խոսքի նեյտրալ կամ լավ տրամադրություն, եթե ինչ որ բան չի պատահի տրամադրությունը վատացնելու, բայց այն մնացած վախտը, թեկուզ այդ հենց նեյտրալ տրամադրությունը ինձ թվում է, բաղվում է հենց նրա շնորհիվ, որ քո կյանքը նենց է ոնց որ դու ուզում էիր, դրա համար դու անդադար ինչ որ տառապանք ու դժգոհություն չես զգում։ Ինչ որ միջին վիճակագրական կյանք վերցնենք, էլի ոչ թե ինչ որ կյանք, որտեղ բոլոր հարազատները ավտովթարից մահացել են խոսքի մի շաբաթ առաջ, չեմ ասում, տենց դեպքում էլ սա նեյտրալ է։ Բայց դե միջին վիճակագրական վերցնենք, բացառելով առօրյայի մեջի ինչ որ քեզ դժգոհություն առաջացնող բաներ են, մնացած վախտը սա վրոդի լավ է, երբ որ այդ բացասականի վրա ֆիքսված չես։ Ոնց որ ստացվում որ կյանքի ու առօրյայի դրական կողմերը սենց տենենց իրենց գործը անում են։ Իրենց լավ ինչ որ պատուղները մեզ տալիս են։ Բայց մյուս կողմից ոչ մի բանի չի խանգարում այդ դրանք նաև նկատելը ու գնահատելը։ Ու ինձ թվում հակառակը մենակ ավելի հաճելի կդարձնի ամեն ինչ։ Պրոստը պետք է մարդիկ իրենց մի քիչ ստիպեն քիչ նվալ ու զսպեն նվոցը։ Ոնց որ նվոցը ինքը լավ բան է մի կողմից, թեթևացնող բան է, բայց դարձնել այդ քո մի մաս պրոստը եսիմ։ Ոնց որ կարելի է նվնվալ ու թեթևանալ, ես դրան ոչ կողմ եմ։ Ես ոչ կողմ եմ նվալուն այն դեպքում, եթե դու նվում ես, որտեվ այս պահին քեզ ծանր է, բայց այն ինչի պատճառով որ ծանր է, դու պատրաստվում ես դրա վրա աշխատես։ Ոնց որ կարաս նվաս, թեթևանաս ու աշխատես,
որ հաջորդ անգամ ավելի քիչ առիթ լինի նվալու։ Բայց եթե նվում ես պրոստը, որ ինքդ քեզ խղճաս, որ ուրիշները քեզ խղճան, ու ոչ բան չանես այդ խնդիրների հետ, այդ նենց պոզիցիա է, որ ես չէ ուզի տենց դեր վերցնել իմ վրա։ Ոնց որ նվալը որպես ինչ-որ թերապիա լավ տարբերակ է, որպես lifestyle այդքան էլ չէ։